երազիս մեջ երազ տեսա Ես գրկել եմ իմ անգին ու ծարաված ագահաբար Սեղմում եմ քեզ իմ կհասկին Վայելում եմ քո շուրթերը Ամուշնի ու վարդում Ուսուսում եմ քո աչերում Մութ ծովի մեջ երազում Ապագում եմ անվերջ լինել Երազարիմ երազին Որ չզարթնեմ, որ չտեսնեմ Բացնեմ սեղմում իմ կրսկին Երազիս մեջ երազ տեսա Քեզ գրկել եմ իմ անգին ու ծարաված ագահաբար Սեղմում եմ քեզ իմ կրսկին Երազիս մեջ երազ տեսա Քեզ գրկել եմ իմ անգին ու ծարաված ագահաբար Սեղմում եմ քեզ իմ կրսկին Ողջույն ձեզ, իմ շատ սիրելի ընկերներ, հույսով որ բոլորդ լավ լինեք, ուրեմն երգը որ լսացիք երազ անունով իմ երևի առաջի երգերից է, երգի Պարսկաստանի ալբոմներից մեջ էլ ունի մեզ երգը, հետո ստեղ էլ նոր արեժմենտով երգել է Երևի շատեր ես երգով են ինձի ճանաչում, երկու երգատ կամաց ունը, որ շատ տրանցով են ճանաչում ինձի Երգը իմը չի, այս երգը Մատ Տիգրան անունով երգիչ էր, որ Լիբանանից էր, բայց ինքը Պարսկաստան էր ապրում Շատ տարիներ առաջ ինքը երաժիշտ էր, երգում էր Էսի իրա երգազնա, բայց ճիշտ եվրոպական երգնի, շատ սիրուն երգեր են ժանք Երգը լրիվ փոխել եմ, արեժմենտը լրիվ փոխված է Եվ իրա երգազնը շատ սիրուն է, իր ալբոմը շատ եմ սիրում, թերան ունի Ուզում ձեզ ծանոթացնեմ այդ էլ app կա երգեր անունով Ընկերներ կարող եք այդ app-ը միացնեք ձեր TV-ի մեջ, լրիվ հայկական երգեր կա, բավականին երգեր կա Ուրեմն երգը չէ որ Լիբանանից է այդ app-ը, Լիբանանում են սարքել, ավելի շուտ Հայաստանից կամ Բեյրութի երգիչներ են, Պարսկայել շատ կան երգները, բայց շատ ավելի շատ Լիբանանից են երգիչները Լրիվ այդ ալբոմներ որ տարիներ ուրեմն արտադրել են դրանք բերեն app-ի մեջ հույսով որ մանկամ էլ մեր Պարսկաստանում այն ընկերները որ գործի մեջ են հիմա արկել CD արտադրությունը չկա բայց էս մատ լավ ձև է որ ամեն երգեր հավաքես մատ app-ի մեջ եւ ինչու՞ չկարող ես փողոլ սարքես դրանից եւ իմ նման մարդիկ որ սիրում են այդ երգերը այն հին բավականին մենք երգիչներ ունենք իրաց երգերը արդեն չկա ոչ YouTube-ում ինչ կա, ոչ tape-ը չես լսում, ոչինչ, գոնե app-ի մեջ կարողանանք ունենանք, եթե մի օքի Պարսկաստան ես ընկերներից, որ այս գործի մեջ են, որ իմ ծանոթներն են, բարեկամներն են, կարողանան այս գործանալ շատ լավ կլինի, որ մատ app-էլ ունենանք, որովհետև բավականին երգեր կա արշիվի մեջ իմանան Պարսկաստան, Շիրակին, Սևանին, բավականին երգեր կա Ինչ որ է, լավ մնաք ընկերներ ամսի 6-ն է, վաղն էլ իմ տարեդարձն է Չոմ, տարեդարձին դուք ինչպես եք ձեր տարեդարձին շատ ուրախ եք, տխուր եք, ինչպես եք իմ համար ամարյանց բան է մնում, չեմ ամասեմ ուրախ եմ թե տխուր Բայց ինչ որ է տարեդարձ այլ Ամեն տարի որ գալիս է անցնում է, դու տարիք տես մտածում ոյ ձերացամ, բայց էլ ենք ոյց էլ ասմսել ինչ այլ, ինչ որ անցես է Մատ կարճ միշտ սիրում եմ մատ էպիզոդ խոսային փողի մասին եւ այսօրվա մեր կյանքը որ հիմա մենք ապրում ենք ինչքան կախված է փողից Իմանում եք փողը
առաջ չի էլ, առաջ մարդիկ ապրանք են տվել, ապրանք են արել, դարեր տենց այլ է։ Մինչև հետո ոսկին այկ է, ոսկին արժեք ճարել, ոսկի են տվել, ապրանք են արել, այդ ոսկին կամած էլ էրա, ոսկի ուրեմն փողեր, արծաթներ, արծաթական ոսկի փողեր, դրանով է ժողովուրդ տվել եւ ապրանք արել։ Իսկ հիմա կամած է դեռ թուղթ, որտեվ թուղթը էլ հեշտ է, թուղթը վրա գրերեն էլ ոսկին չեն տարի, ես կողքով ծանրքաշեն մեր ապրանք առեն թուղթով են, որ թուղթը հիմա փող այլ է մեր համար։ Ու այդ փողը ինչ որ անցել այս վերջի դարերի մեջ նամես արժեքավոր այլ է մեր համար։ Ամեն մեր կյանք հիմա կախված է դոլարից։ Հիմա դու եթե $1 միլիոն փող ունենաս եւ դնես կապիկի առաջ եւ մահատել բանան դնես, մոզ դնես, կապիկը բանանը կվերցնի, այդ $1 միլիոն չի վերցնի։ Նույնի եթե կովի առաջ դու $1 միլիոն լսնես, մեկ չել խոտ դնես, ինքը խոտը կուտի, գործ չունի դոլարի հետ։ Ուրեմն ինքներուն բնության մեջ փողը չի արժեք չունի, փողը մարդն է սարքի, փողը սուտ մի բան է, մարդ ինքն է սարքի, որ կանա իր կյանքը դրանով adjust-անի ամեն առուտուր բաները։ Այսինքն ինքն իրան չի արժեք չունի, մարդի սարկած բան է։ Նույնը հենց հիմա բիթքոյնը նույնն է, սարկած մի բան է։ Բայց փողը էթալով այնքան կարևորացել է մեր կյանքի մեջ, որ հիմակվա մեր կյանքն նայում ես լրիվ մեր ամեն ինչ փողի վրայով է։ Մարդիկ փող որոնում են, հանգիստ են պսակվում, ամենասիրուն աղջկան կարող են առնեն կամ ամենահակառակ կողից, եթե մեծ աղջիկ հարուստ է, ամեն տղեկ իր հետևից են, որ դրան առնեն իրա։ Այսինքն փողը սերը լրիվորեն փողի վրա է պատտում, մարդկանց հարաբերությունը լրիվորեն փողի վրա է պատտում, հարգանք փողի վրա է պատտում, կռիվները ամենը փողի վրա է, ընտանեկան խռովությունները ամեն փողի վրա է, մարդասպանությունները նայես, լրիվ փողի վրա է, լրիվ փողի ընդրանից փողը ազում ամեն դրան, այսինքն փողի դերը խայտարակ ձևի հիմա շատ է, մենք ամենս էլ մեծև ծառայում ենք փողին, փողը տպվեր է, որ մեզ ծառայի, բայց մենք ամենս հիմա ծառայում ենք փողին, հենց այդ փողը, որ կապիկը չի վերցնի, որտև ինը արժեք չունի իր համար, բայց մեր ժողով, մենք սարկած մեր բանը, որ ժողովուրդ սարքի, մարդիկ իրանք են սարքի, իրանք հիմա գերին էլ իրան։ Պատած երևակայում ասեմ այդ աշխարհի յետելներ, որ փող չլներ ընդհանրապես, դու այդ իր գործիր, գասը ծրիլներ, այդ իր խանութ, այդ օրվա ինչ որ ուզում իր կվերցնի իր չին մտածի, որ հիմա վերցնեմ եկուց կտանգանա, այդ որ կուտիր, մարդիկ ստրեսը կմեջից կետար, խռովությունը, շատ բաներ կարող է մեջից դասին, փողը շատ վատ կետեր ա բերի մեր կյանքի մեջ, եւ ուզենք թե չուզենք, մեծամասնության մարդիկ 100% փողական են, մարդ կա որ 90% է, մարդ կա որ 95% է, բայց չկա մարդ որ փող կարևոր չլինի իր համար։ Ուրեմն ամենս էլ հիմա գերենք դրան եւ երբեմն Instagram-ի շմատ վիդեոներին շատ գցում ես վերջերը, որ 50 տարի հետո դու չկաս, մեքենան որ քշում ես չկա, այդ տունն էլ որ դու ապրում ես ներսը մոտ օտար մարդ է ապրում։ Ուրեմն ինչքան որ փող ունենաս, վերջը էդ վերջը դա որ մենք կյանքից պետք է աշխատենք, հաճույք տանենք, լավ ապրենք, փողը օգտվենք, որպեսզի լավ ապրենք, լավ մթնոլորտ եւ լավ աշխարհ սարքենք։ Չէ որ փողը մեր համար պահենք կամ փողի գերի դառնանք։ Հեյ մտածենք փող ավելացնենք, որովհետեւ վերջը ոչինչ չկա։ Ընկերներ, ուսովոր լավ մնաք, մյուս անգամ գամ մատ Հայաստանից ենք խոսամ, հետո էլ առաջիկա էպիզոդների մեջ կաշխատեմ, որ յուր ունենամ եւ ավելի հաճելի կլինի, որ 2-3 հոգանց շարունակենք։ Մերսի, որ նայում եք իմ էպիզոդը, ես չեմ սիրում ասեք լայքե, կոմենտ, բաներ չեմ սիրում, եթե արժանի եմ, կանեք կամ եթե էպիզոդս լավացավ, էպիզոդները ավելի ուժեղացավ, իհարկե, բայց հենց այսքանը որ նայում եք, ես բոլորիցս շնորհակալ եմ։ Լավ մնաք, առողջ լինեք։